Բայց ես հայք շնորհակալություն Ռավեն ընդունելու համար մենք արտաքին մի շարք հարցերի մասին ենք խոսում, բայց հիմա ազգային ժողովի միջին հայտարարություններ լսվեցին, խնդրեի դրան անդրադառնալ։ Մասնավորապես քրբարականները, որ բերել են 7 պատերազմ 2018 թվականից մինչև հիմա, այսօր հաթաթ նշեց պարոն Ղազարյանը, թե ինչ պատերազմ են բերել, մի քանի բան ասեցին, որ արյան բաղնիք եք ստեղծել նախկինները Հայաստանում, երկրորդը ասաց, որ Ղարաբաղյան շարժումը դա ահետ է եղել մեր երկրի համար եւ հնարավորինս շուտ պիտի ազատագրվենք դրանից եւ նմանատիպ էլի անհեթեթ ինչ-ինչ հայտարարություններ, խնդրեմ։ Դե քանի որ գործընթաց է ընթանում իրավական առումով Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ մաքրելու, բայց ինչքան էլ մաքրում ես իրավականը, միևնույն է մարդկանց հիշողության մեջ 88-ն է մնում, պայքարն է մնում, 90-ականների պատերազմը, որ հաղթեցինք, այսինքն այդ ամեն ինչը հիշողության մեջ մնում է եւ բնականաբար նրանց մոտ այդ հիշողությունը մնում է, իրենք ապագայում եւս կհիշեն եւ կցանկանան, որ ապագա սերունդները եւս դրան գան, դրան անդրադառնան եւ միգուցե ապագայում նաեւ մոտ կամ հեռու այդ թեման նորից բացեն։ Բայց երբ որ նման ձևով է մեկնաբանվում, որ աղետ է եղել եւ այլ, այսինքն իրենք ապագա սերունդների մոտ ուզում են սերունդների հիշողությունից կամ ասենք դպրոցական ծրագրերից եւ դրա հետ կապված այն ամենից ինչ որ կապված է Ղարաբաղյան շարժման հետ, դա ջնջել, որպեսզի ապագայում սերունդների մոտ չառաջանա հարց, որ այ մեր հայրերը, պապերը պայքարել են ընդհանրենք 88 թվականին, հետո զենքը ձեռքին կռվել են եւ իսկ ինչի մենք պետք է մոռանանք։ Այսինքն այդ ապագա ուրեմն սերունդի համար է։ Հիշողությունից էլ որ ջնջեցին, արդեն իրավական առումով ցանկություն ունեցող չի լինի վերադառնալ իրավական առումով, ասենք Արցախի հիմնահարցին ընդհանրապես պատմականորեն։ Այսինքն ստացվում է ինչ, եթե պատմական Հայաստան չեն ուզում, այսինքն իրական այսպես կոչված Հայաստան են ասում, լավ, իսկ այդ դեպքում վերջի 30 տարիները ինչն են, դա այդ Ղարաբաղյան շարժումից սկսվեց։ Այսինքն եթե դա են ջնջում, ուրեմն Հայաստանը դառնում է, ասենք, մի տարեկան պետություն ստացվում է։ Հայաստան չի դիտարկվում, դե հա, այսինքն 1 տարեկան պետությունը ինքը առնվազն բարոյական առումով չի կարող լուրջ դերակատարում ունենալ, ասենք տարածաշրջանային process-ներում, համաշխարհային process-ներում։ Օրինակ պատմական Հայաստանը կարող էր, օրինակ որը որ քրիստոնեություն է ընդունել առաջինը պետականորեն եւ այլ նմանատիպ կարեւոր իրադարձություններ, որ եղել են։ Եթե պատմականը հանում ենք, թողում ենք օրինակ Հայաստանի Հանրապետությունը վերջին, դա 33 տարին է։ Դա այդտեղ էլ Ղարաբաղյան շարժումն էր, հիմնական շարժիչ ուժը սկզբում։ Դա եթե դա էլ ենք հանում, ուրեմն Հայաստանը դառնում 1 տարեկան կամ ինչքան, մի քանի ամսական պետություն։ Այսինքն, այսպես ասենք, մանկահասակ երեխա, որի կարծիքը կարելի է հաշվի չառնել, որը պետք է խելոք նստի եւ անի այն ինչ իրեն, ասենք, ուրիշները կասեն։ Տեսեք, իրենք քանի որ խոստացել էին իջա բախտավոր որոշ վարչապետը պիտի այդպես ապրեն, հիմա քանի որ աղետ է գործանում է սոցիալապես խայտառակ վիճակի արտագաղթ, բոլորը փախչում են երկրից, այսպիսի վիճակի իրենք հերթական մեղավորները պիտի գտնեն։ Հերթական մեղավորները գտնելու համար արդեն չի աշխատում նախկինները, ասեք նախկինների ժամանակ հաղթանակ է եղել, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 92 զոհ է եղել, ասեք իր ժամանակ 7 պատերազմ է եղել, չի 11 թե 13000 զոհ է եղել, արդեն էլ չի աշխատում, հիմա իրենք չեք կարծում փնտրում են մեղավորներ, ասենք ասում են ձեր բոլոր այն պարազիտ տականք շերտի ով որ գնաց Նիկոլին ընտրեց, ով որ մտածում էր թախտի վրա վեր են գացնել, դա պիտի մեկին գտնի, ասի որ ինքն է մեղավոր, որ դու այս անասունի կյանքով ես ապրում, դրա համար հիմա գտել ասեք արցախցիներին։ Այո, նաև դա կա, այս վերջերս կարծեմ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ 44-րդ պատերազմի հետ կապված այդ արժան հանձնաժողովի աշխատանքները ավարտված են եւ կարծեմ ասաց սեպտեմբերի կողմ պետք է ինչ որ բաներ սկսեն հայտնել։
բայց դրանից առաջ պետք է մի հատ ֆոն նախապատրաստեն։ Ես ենթադրում եմ, որ այդ ԱԺ հանձնաժողովի հետաքննության արդյունքներով մեղադրել են, ասենք Ռուսաստանին, ասենք ռուսներն են հանձել, այսա տեսեք, փաստը արձանագրել ենք։ Բայց ըստ երևույթի, քանի որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հիմա պայմանավորվում են այդ երկբևեռ աշխարհի համար, Ռուսաստանը մի քիչ դժվար է այդ առումով մեղադրելը, հիմա ջարդում են ամենաթույլ օղակի վրա, արցախցիների վրա։ Մի քանի օր առաջ էլ որ այդ պրովոկացիան եղավ այդ Արցախի ներկայացուցչության մոտ 2-3 հոգին, որ նման ագրեսիվ ձևով են իրենց պահում, նախ ցավոք սրտի, չգիտեմ ինչու այդպես եղավ, բոլորն էլ այդ մարդկանց գիտեին ովքեր էին, սակայն ես ցավում եմ, որ անդիմադիր նաև ԶԼՄ-ները ուղիղ եթերով դա հեռարձակեցին ամբողջ հանրապետությունով։ Չգիտեմ ինչ նպատակ են հետապնդում, այդ մարդկանց լավ գիտեմ բոլորը, Արցախում իրենց ելույթներից։ Թե ինչու դա արածին չգիտեմ, եւ երկրորդն էլ անհասկանալի էր Սամվել Շահրամանյանի դուրս գալը իրենց մոտ եւ իրենց հետ խոսքի բռնվելը։ Այսինքն ինչի՞ է դուրս գալիս։ Այսինքն ովքեր են այդ մարդիկ։ Ում արձագանքի։ Սամվել Բաբայանի խուլիգաններին։ Դե չպետք է։ Պետք է եւ իմ կարծիքով եւ ԶԼՄ-ները արհամարային ոչ մի թող այն ֆակտոր, ասենք սորոսականները գնային նկարեն, ենթադրենք, բայց մյուսները պետք է արհամարային, Սամվել Շահրամանյանը պետք է ընդհանրապես դուրս չգար, բանի տեղ չդներ։ Ովքեր են 2-3 հոգի մարդ է եկել դուրս։ Ինչի եք գնում։ Այսինքն ինչու եք իրենց քաշը ինչի եք բարձրացնում արհեստականորեն։ Ինչ որ մի ժողովրդի մի մասի մոտ այդ քարոզը ազդել է։ Եթե ամբողջ համացանցը մի քանի օր է իրենց տեսանյութերն են, էլ ուղիղ եթերով, էլ կտրտած, էլ ամեն խոսքը կտրած, չգիտեմ, Telegram-ով, YouTube-ով, ամենտեղ իրենց խոսքներ։ Այսինքն ազդեց, իրենց նպատակին ըստ էության իրենք հասան։ Արցախի նախագահն էլ դուրս էր եկել, արդարանում էր իրենց առաջ, ինչի համար չհասկացա։ Այսինքն կողքից պետք է հուշեր երևի կամ հուշող չկար, որ ասի, որ նման բան պետք չի անել, իրենց քաշը պետք չի բարձրացնել, պետք է ուղղակի անտեսել անուշադրության մատնել, թող իրենք իրենցով գնային այնտեղ տապակ, թող ջարդեին այդ ցանկապատը, թող ջարդեին, ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, թող ջարդեին, այլ մի բաներ իրենց գլխին հետո կջարդվեր, որ իրենք նման խուլիգանական պահվածք են ցուցաբերել, sense ամբողջ ԶԼՄ-ները հավաքվել էին ուշադրության կենտրոնում, այո, դե դա մանավանդ որ դա, այսինքն դե իրենց գործելավոճին ծանոթ ցանկացած մարդ, հատկապես լրատվամիջոցների խմբագիրները պետք է որ լավ իմանան, որ այդ ակցիան կազմակերպվել է հենց պրովոկացիայի համար, դա ակնհայտ էր։ Այդ իրենց բնույթն է այդպես։ Ուրեմն չպետք է գնային, անտեսեին, Արցախի ղեկավարությունից էլ ոչ մեկ չպետք է դուրս գար ընդհանրապես իրենց հետ խոսելու։ Ինչ կա քննարկելու։ Բայց հետո ինչ որ իմացանք, որ տասնյակ միլիոնավոր դրամներ ինչ որ դրամաշնորհներ են ստացել ժամանակին։ Դե չգիտեմ, այդ իրենց մասին էին գրում էին, որ ինչ որ 40 քանի միլիոն Արայիկ Հարությունյանի օրոք 48 միլիոն դրամաշնորհներ են ստացել, այսինքն դե այդ մարդկանց ձայնը ինչքան քիչ լսելի լինի, այնքան լավ, պետք չի արհեստականորեն իրենց տալ կշիռ։ Եվ հիմա նաև ատելություն են գեներացնում, այսինքն ինչ որ մարդկանց վրա այդ ազդել է, չէ՞։ Ինչ որ մարդիկ դրան կհավատան, ինչ որ մարդիկ կսկսեն դա քննարկել, տարածել, խոսել դրա մասին։ Դե հիմա ամենաթույլ օղակը գտել են արցախցիներին եւ իրենց վրա փաստորեն հիմա ջարդում են, ֆոնը կստեղծեն, հետո սեպտեմբերին արդեն հարմար առիթ կլինի, որ ասեն, չգիտեմ, այս հրամանատարը փախավ, այս գյուղը փախավ, մեկը փախավ, մյուսը փախավ եւ այդպես էլ պարտվեցինք։ Կարդարացնեն իրենց այդ հանձնաժողովի